Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Օդեսային, պաշտոնական Կիևը առնվազն 1 զոհի մասին է հայտնում։ Ուկրաինական կողմի տվյալով գիշերը լարված է եղել նաև երկրի արևելքում, Պոլտովայի մարզի նավթագազային խոշոր ընկերությունը։ Նավտոգազը մեծ վնասներ է կրել իր օբյեկտների վրա ռուսական հարձակման պատճառով։ Զելենսկին Կիրակի X-ում ամփոփել է պատերազմի հերթական շաբաթը։ Ռուսաստանը Ուկրաինայի վրա ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել, 1200 կառավարվող ավիառումբ և 116 հրթիռ։ Ամբողջ շաբաթ ռուսական բանակը գրեթե ամեն օր հարվածներ է հասցրել մեր ճանապարհներին։ Չեռնիգովի մարզում անգամ ուղևորներ տեղափոխող գնացքն է թիրախ դարձել։ Նախորդ օրերին էլ հարվածներ են եղել Խարկովի և Դնեպրի մարզերի երկաթուղային ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահը նորից օգնություն է խնդրել աշխարհից։ Մեզ հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր են պետք ռուսական բալիստիկ հարձակումներից պաշտպանվելու համար։ Աշխարհի ոչ մի երկիր պետք է մենակ չմնա այսպիսի պատերազմի ժամանակ։ Ավելի ուշ Զելենսկին հայտնել է, ռուսական հարձակումներին պատասխանելու երկու տարբերակ ունի Կիևը։ Կամ հարվածել ռազմական օբյեկտներին, կամ էներգետիկ համակարգերին, որից ստացված եկամուտով զինվում է դաշնությունը։ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները օրինական թիրախ են Ուկրաինայի համար, ասել է նա։ Մենք պարտավոր չենք ընտրել հարվածենք ռազմական թե էներգետիկ թիրախի։ Նա վաճառում է այդ էներգիան, նա վաճառում է նավթ։ Դա էներգետիկ թե ռազմական թիրախ է, անկեղծ ասած նույն բանն է։ Նա վաճառում է նավթը, վերցնում է գումարն ու ներդնում ռազմարդյունաբերության մեջ, եւ այդ զենքերով սպանում է ուկրաինացիներին։ Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայի դեմ օգտագործվող անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մասեր արտադրող արտասահմանյան ընկերությունների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, Մոսկվան շարունակում է արտասահմանից անօդաչու թռչող սարքերի մասեր ձեռք բերել, շրջանցելով պատժամիջոցները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ նոր տարածքներ գրավելու մասին է հայտնել։ Խարկովի մարզի Գլուշկովա և Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրերն են անցել ռուսական վերահսկողության տակ, ըստ ռուսական կողմի։ ՌԻԱ Նովոստիի տեղեկությամբ Խարկովում և Սումիում ուկրաինական զորքերի 4 հակագրոհ է ձախողվել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։